Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումը նոր թափ է ստանում եւ մենք արդեն կարող ենք փաստել, որ մերձավոր արևելքում բռնկվել է մի նոր պատերազմ, որը ուղղակիորեն կարող է գլոբալ աղետի հանգեցնել ոչ միայն տարածաշրջանը, այլև ողջ մարդկությանը։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Պարոն Խաչիկյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ըստ էության տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ խոսել ենք։ Իսրայելը Համասի եւ Հեզբոլլահի ոչնչացումից չասենք, բայց զգալիորեն նրանց վնաս հասցնելուց հետո, որոնք Իրանի պրոքսի ուժերն էին, արդեն իր ուշադրությունը կենտրոնացրեց Իրանի վրա եւ հարձակվեց։ Ինչու հենց այս պահին։ Նախ Իրանի վրա հարձակվեցին Իրանը խաբելով, դուք տեսաք, որ իրենց հույս էին տվել, որ Կիրակի օրը կվերսկսվեն բանակցությունները խաբեցին եւ ուրբաթ օրը հարձակվեցին։ Պետք է ասել, որ բանակցությունները նորմալ ընթանում էին։ Իրանը ինքն է հայտարարել, որ միջուկային զենք չի ցանկանում ձեռք բերել։ Բանակցությունները արդեն մի անգամ հաջողություն ունեցել են 2015 թվականին JCPOA նախագահ Օբամայի օրոք։ Այո, հետո Թրամփը դուրս եկավ այնտեղից, քանի որ սիոնիստական ազդեցության տակ էր Իսրայելի լոբբիի ազդեցության տակ, որը տիրում է Վաշինգտոնում։ Ըստ 2015 թվականի պայմանագրի 13000 ցենտրիֆուգա բաներ, ապա մոնտաժվում էր։ Ուրանի պաշարները սահմանափակվում են 300 կիլոգրամով։ Հարստացման տոկոսը կրճատվում էր 3.65%-ով, որը անհնար է զենքի համար օգտագործել, դա միայն խաղաղ օգտագործման համար էր։ Այսինքն ամեն ինչ համարյա պատրաստ էր, սա կարելի է շարունակել։ Բայց Իրանին խաբեցին, սուտ հույսեր տվեցին։ Թոլսի Գաբերտը դուք լսեցիք ասեց մարտին, որ ըստ մեր հետախուզական տվյալներին Իրանը մտադրություն չունի ձեռք բերել միջուկային զենք, դա ասում է Միացյալ Նահանգների Թրամփի ադմինիստրացիայի անդամ 18 հետախուզական գործակալությունների դիրեկտորը փաստորեն, տնօրենը։ Այսինքն 18 ամերիկյան հետախուզական գործակալություն ասում են, որ Իրանը չի ձեռք բերում միջուկային զենք, սրա կարիքը չկար։ Բայց իսկական իհարկե նպատակը սա չէր, սա միջուկային զենքի որևէ հետ բան չունի, կապ չունի, ինչպես 2003 թվականին Իրաքի վրա հարձակումը որևէ բան կապ չուներ միջուկային զենքի կամ ուրիշ զենքերի հետ։ Ես հիշում եմ, որ Պաշտոնյանից մեկը մակում սրվակ էր ցույց տվել, որ հետագայում պարզվեց ընդհանուր շաքարավազ էր մեջը։ Այո, կամ լվացքի փոշեր, ինչ էր բանում մակում Կոլին Պաուելը ցույց տվեց, հետո իր կյանքի մինչև վերջը ներողություն ա խնդրում դրա համար, որ խաբեց ամերիկացիներին։ Իմիջիայլոց Հիլարի Քլինտոնը նույնպես ասեց, որ ինձ խաբեցին, Օբաման ասեց, որ մեզ խաբեցին, այս պատերազմը մեզ պետք չէր, այսինքն 900,000 մարդ էս կողմ, 900,000 իրաքցի մյուս կողմ, ինչ կապ ունի, տարան ջարդեցին, քանդեցին։ Սցենարը կրկնվում է։ Սցենարը կրկնվում է եւ հիմա դուք տեսնում եք, որ Միացյալ Նահանգները իր ուժերը տեղափոխում է դեպի Պարսից ծով, օդային ուժերը, նավային ուժերը, ավիակիրները, այսինքն ես վախում եմ, որ մեր երկրորդ սցենարը կիրագործվի, կիրականանա, Միացյալ Նահանգները կմիանա այս ռմբակոծություններին եւ կանի նույն բանը, ինչ արեց Սերբիայում, Յուգոսլավիայում 90-ական թվականներին, հետո Բելգրադում 99 թվականին եւ նույն բանը ինչ արեց Իրաքում 2003 թվականին ինտենսիվ ռմբակոծություն կարող է տեղ ունենալ։ Դե իրենց ոճը այդ օդային ավազակության ոճը սկզբից նրանք հարվածում են հոպի համակարգերին, դες հասկանում են, որ Իսրայելը, քանի որ այդ դրոնները կարողացավ գաղտնի ձևով բերել Իրան, հաջողվեց մեծ վնաս հասցնել Իրանի հոպին եւ նույն ձեռագիրը դուք տեսնում եք Ռուսաստանում, այսինքն նույն երկիրը այդ երկու պլանը մշակել է, իսկ որ երկիրն է թշնամի համ Ռուսաստանի, համ Իրանի հետ։ Երևի Բրիտանիան, Միացյալ Նահանգները եւ այդպիսի եւ նրանք ասեցին, New York Times-ը գրեց եւ ABC News 3 օր առաջ գրեց, որ մենք Իսրայելին տրամադրել ենք հիանալի հետախուզական տվյալներ, exquisite intelligence, նրանք են ասել։ Այսինքն հիմա երկրորդ փուլն է, Միացյալ Նահանգները միանալու է սրան, ռմբակոծելու է, կարծում եմ լավագույն դեպքում, ասենք, եթե Միացյալ Նահանգները մասնակցի պատերազմի մեջ 2-3 շաբաթ հետո կստիպեն, որ Իրանը գնա կապիտուլյացիայի եւ Թրամփը այսօր գրել է, որ նրանք պետք է կապիտուլյացիա ստորագրեն, նա իրեն պահում է ոնց որ կոմպյուտերային խաղացող ինչ որ 10 տարեկան տղա, այնտեղ ինչ որ գրառումներ է անում ամեն մի քանի րոպե, բայց գրառումներից ավելի լավ է մենք չխոսանք, որովհետեւ մենք հիմա ձեզ հետ խոսում ենք, մեր մոտ էլ են գրառումներ արվում, որ անհնար է հավատալ, թե ինչ է գրվում։
Այսինքն լավագույն դեպքում այդպես կվերջանա գործը, ավելի վատ սցենարը այն է, որ արդեն այսօր Իսրայելը ասել է, որ մենք Ֆերդոունել ենք ոչնչացնելու, իսկ Ֆերդոուն իրենց միջուկային օբյեկտն է, որը շատ ավելի խորքային է, ինձ ասում են, որ խորությունը շատ ավելի մեծ է, դե բաց աղբյուրներից է, ես ներքին աղբյուրներ չունեմ Իրանում, չնայած KGB agent եմ, այնտեղ հարյուրավոր մետրերի մասին է խոսվում, եւ մտավախություն կա, որ Միացյալ Նահանգները կարող են օգտագործել կամ չափազանց հզոր կոնվենցիոնալ ռումբ կամ տակտիկական միջուկային ռումբ, որպեսզի ոչնչացնել այդ ամբողջ օբյեկտը։ Եվ իհարկե նրանք ցանկանան ռեժիմը փոխել, եթե ռեժիմը փոխել, եթե գնանք Իրաքի սցենարով, Իրաքում հիշում եք սունիները, շիաները, քուրդերը բախվեցին, ամերիկացիները չգիտեին ինչ անեն, որովհետև նրանք չէին հասկանում տարբերությունը որն է եւ ինչպես ղեկավարել իրավիճակը, եւ հետո եկավ Դաեշը, իսլամական պետությունը, որը շատ ավելի վատ էր, քան Սադամ Հուսեյնը։ Եվ Տրամպը միջալյուց դա ասեց, հիշում եք, ասեց մենք Իրաքը դարձրեցինք տերորիզմի Հարվարդը։ Լավ որ ասեց Հարվարդը, ոչ թե Ստենֆորդը, թե չէ մերոն կներանային։ Հիմա Պարսկաստանում ինչ կարող է լինել, նույն բանը կարող են հրահրել Պարսկաստանում, Իրանում, այնտեղ կան պարսիկներ, գիտեք, այնտեղ կան հզոր ուրիշ խմբեր, շատ մեծ թվով ադրբեջանցիներ, էթնիկական, միջկրոնական, բելուշներ, ադրբեջանցիներ, քրդեր, արաբներ, փորձել մասնատել Իրանը։ Իրենց համար դա իդեալական կլինի, բայց թե ինչ կլինի մեզ հետ, ինչ կլինի ռեգիոնի հետ, նրանք արդեն չեն մտածում։ Եվ մենք պետք է մտածենք նրա մասին, որ այստեղ կարող են փաստականներ սկսել գալ, իսկապես կարող է այդպես բաներ լինի։ Պարոն Խաչիկյան, դուք նշեցիք Սերբիայի, Հարավսլավիայի մասին, նաև Իրաքի մասին։ Այդ բոլոր գործողությունների ժամանակ ՆԱՏՕ-ն կամ Միացյալ Նահանգները կոալիցիայով էին գործում։ Հիմա ձեզ, եթե Միացյալ Նահանգները ներգրավի, իսկ դրա հավանականությունը, ինչպես ասում ենք, բավականին մեծ է, որովհետև Իսրայելը դիմել է, որը կլինի կոալիցիայի այդ առանցքը։ Կոալիցիան արդեն կա, Բրիտանիան մասնակցում է եւ օգնում է Իսրայելին, անցյալ հարձակման ժամանակ Իրանի կողմից Բրիտանիան եւ Ֆրանսիան պաշտպանել են Իսրայելը, տեսեք որ Բրիտանիան դե ոչ մեծ խոսք է տվել, ասել է մենք ձեզ կպաշտպանենք ռուսներից, հիշում եք, ասել է մենք հայերին կպաշտպանենք ռուսներից, իսկ Մակրոնը այդ շատ գեղեցիկ դրամատիկ գրառումները անելուց հետո բանով թարգմանիչ օգտագործելով երևի հայերեն Twitter-ի վրա ինչ որ բան գրել էր, այստեղ մեր մարդիկ էքստազի մեջ լաց էին լինում եւ այն տեսակ որ ոչ մի բան չտվեց մեզ, ոչինչ մեզ չարեց, բայց արեց, ասեց մենք Իսրայելի կողքին կանգնած ենք։ Այսինքն հարձակվել անկախ պետության վրա առանց որևէ պատճառի, միայն նրա համար որ դուք մտաբախություն ունեք, դուք որևէ իրավունք չունեք այսպիսի ագրեսիա գործածել հարևան պետության կողմից։ Նրանք ասում են, որ սա կանխարգելիչ պաշտպանություն էր, բայց դա բացարձակ սուտ է, քանի որ միջազգային օրենքի, որը ի դեպ գոյություն չունի այլևս, ես շնորհավորում եմ, ըստ միջազգային օրենքի դուք կարող եք կանխարգելիչ հարված հասնել միայն այն դեպքում, երբ անմիջական վտանգ կա, որ այս պահին մի ժամ հետո, մի քանի րոպե հետո անմիջական ապագայում հարձակում է լինելու, հարված է լինելու եւ դուք որևէ ուրիշ ձևով դա կանխել չեք կարող եւ ժամանակ չունեք որևէ ուրիշ լուծում գտնելու համար, այսպեսի բան չկա։ Իրանը որևէ սպառնալիք չէր ներկայացնում, բանակցությունները գնում են։ Այսինքն սա բացարձակ սուտ է եւ կոալիցիան արդեն կա, Անգլիան եւ Ֆրանսիան շատ լավ էլ կօգնեն։ Սա վատ նորություն է Ուկրաինայի համար, որտեղ Ուկրաինան հիմա Զելենսկին արդեն բողոքում է։ Դե իհարկե բողոքում է, հիմա իր Չերչիլի դերը կստանձնի Նետանյահուն, որը գիտեք, ես չի ուզենա վիրավորել Ուինստոն Չերչիլին իրեն համեմատելով այս ռազմական հանցագործի հետ, որը 60,000 երեխա եւ մայր է սպանում Միացյալ Նահանգների օգնությամբ, Ֆրանսիայի, Անգլիայի օգնությամբ, մեր դեմոկրատական աշխարհի օգնությամբ, ցեղասպանություն է կատարում։ Կոալիցիան արդեն կա եւ շատ ցավալի է, որ նաեւ Հորդանանն է օգնում իրենց, Թուրքիան չնայած դատապարտում է, բայց մյուս կողմից նավթ է վաճառում Իրանին։ Ադրբեջանը իրենց ստրատեգիական գործընկերն է։ Որոշ նորություններ, որոշ կանալներով տրվեցին, որ Ադրբեջանի տարածքից որոշ դրոններ էին բերվել, դա ասել է Alistair Crook-ը, որը նախկին բրիտանական դիվանագետ է։ Անկամ խոսում էին, որ օկուպացված Արցախի որոշ հատվածներից են դեպի Թավրիզ հարվածներ եղել։ Ես տեսել եմ, դժվար է ասել դա ճիշտ է թե ոչ, որոշ կանալներով այո դա տեսել եմ։ Դե հիմա դա կապ չունի, տեսեք ինչ է կատարվում մեր շուրջը։ Մենք գնում ենք դեպի համաշխարհային պատերազմ, սա արդեն միակ բանը, որ պակասում է, որ սա լինի դասական համաշխարհային պատերազմ։ Դա եթե Չինաստանը միանա ռազմական, ավելի սերտ ռազմական դաշինք կնքի Ռուսաստանի հետ եւ ինչ որ պատերազմ սկսի Թայվանի շուրջ։ Արդեն մենք դասական երրորդ համաշխարհային պատերազմ կունենանք, քանի որ արդեն բոլոր մեծ տերությունները կոալիցիան ձևավորվել են, այո, արևմտյան կոալիցիան կա, Ռուսաստանը, Չինաստանը մերձենում են, բայց դեռ դա ռազմական կոալիցիա չի,
կարող է շատ շուտով դառնալ, իդեպ իրենց համար Իրանի կորուստը շատ վատ է եւ շատ մեծ հարված կլինի, բայց արդեն այդ երկու դաշինքը ձևավորվել են եւ այդ մի քանի ռեգիոնալ կոնֆլիկտները, եթե նրանք տարածվեն դեպի Ասիա, դա արդեն դասական երրորդ համաշխարհային պատերազմ է, չնայած կա միջուկային զենքը, որը որոշ չափով դեռ զսպում է։ Պարոն Խաչիկյան, դուք նշեցիք Նեթանյահուի ռազմական հանցագործ լինելու Այո, ես չեմ նշել, դա ՄԱԿ-ն է նշել, ՄԱԿ-ն ճանաչել է, այո։ Իրենք հոլոկոստ վերապրած ժողովուրդ են եւ հարց է առաջանում, թե ինչպես են իրենք ընդունում օրինակ Իրանում հիվանդանոցի ռմբակոծումը, ինչպես են իրենք հանգիստ կերպով ընդունում գազը տեղ ունեցող ցեղասպանությունը, ինչպիսի քաղաքականություն են նրանք վարում, հա, որ նրանց այդ հասարակությունը կարողանում է ոչ միայն դա անցնել, այլև ընդունել այդ անընդունելի երևույթները։ Եվ 60% աջակցում են ցեղասպանությանը Գազայում, ցավոք սրտի։ Շատ ցավալի է, որ ցեղասպանություն ապրած ժողովուրդը նախ օգնեց, որ իր զենքով տեղահանեն հայերին, մի ուրիշ ցեղասպանություն ապրած ժողովրդին։ Շատ ցավալի է, որ նրանք չեն ընդունում օրինակ հայկական հայերի ցեղասպանությունը, բայց ամբողջ աշխարհը պետք է անընդհատ ընդունի եւ խոսի եւ հիշի իրենց ցեղասպանությունը։ Իհարկե դա սարսափելի դեպք էր, աննախադեպ դեպք էր, ամենախավար էջերից մեկն էր պատմության մեջ, այո, իհարկե, բայց մանավանդ եւս պետք չէր այդ նույն բանը անել, օրինակ պաղեստինցիների վերաբերյալ սպանել 60,000-ից շատ հիմա երեխա եւ մայր, եւ երբ սոված երեխաները գալիս են հաց ստանալու, իրենց գնդակը հարում են, սա ֆաշիզմ է։ Փաստորեն ես նախ շատ մեծ հարգանքով վերաբերվում իմ հրեա ընկերներին, որոնք դատապարտում են, սա Միացյալ Նահանգներում մեծ շարժում կա, կոչվում է Not in my name, իմ անունից չի, այսինքն սա իմ անունից չի այս ցեղասպանությունը, որոնք հրաժարվում են սատարել։ Այնտեղ կան մեծ անուններ, Bernie Sanders-ը, կոնգրեսմենը Միացյալ Նահանգների, Jeffrey Sachs-ը, մեր շատ շիրելի ընկերը, պրոֆեսորը, եւ շատ ուրիշներ մի դերասանուհի կար հրեա, որը ասեց այս գործողություններով փաստորեն Հիտլերը հաղթեց, քանի որ նա մեզ դարձրեց ֆաշիստ։ Դա ասում է հրեա ազգությամբ դերասանուհի եւ դա հիանալի ձևով ասված է, շատ ցավալի։ Նրանք կարծում են, որ իրավունք ունեն սա անել, քանի որ ցեղասպանություն ապրած ժողովուրդ են եւ քանի որ հարևանները չեն ընդունում Իսրայելի գոյությունը։ Իհարկե, Իսրայելը իրավունք ունի ապահովել իր անվտանգությունը եւ խաղաղ ապրել, բայց ոչ այսպիսի մեթոդներով։ Եւ նրանք իրենց սեփական տունն են քանդում, որտեղ սրանից հետո տասնյակ հազարավոր նոր մարդիկ լծվելու են այդ ահաբեկչական խմբերի կազմում, Հեզբոլլան եւ Համասը հետ են գալու այդ բոլոր խմբերը, որոնք հակաիսրայելական քաղաքականություն են տանում, նրանք էլի նոր կամավորներ կստանան, սրանից հետո ատելությունը տարածվում է ամբողջ շրջանով, նրանք իրենց սեփական տունը ցավոք սրտի քանդում են։ Միացյալ Նահանգները ըստ էության պատրաստական է ներգրավել գործողություններին։ Թրամփը նշեց, որ Թեհրանը պետք է էվակուացվի։ Ինչ է սա նշանակում, ինչպիսի հարվածի մասին է խոսքը գնալու։ Սա նշանակում է, որ ամերիկացիները եւ հայերը ընկել են նույն իրավիճակի մեջ։ Մեզ էլ իրանց էլ խելագար մարդիկ են ղեկավարում։ Մենք մի գժի ձեռն ենք ընկել, նրանք մյուս գժի ձեռը։ Ասել, որ 13 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը պետք է էվակուացվի, սա խելագարություն է եւ ինչ իրավունք դուք ունեք դա անել։ Սա անկախ պետություն է, անկախ պետության մայրաքաղաք է։ Սա ուղղակի երեխայություն է, լակոտություն է այսպեսի բան անելը եւ Twitter-ով երկիր ղեկավարել։ Իսկապես իրար նման են, գուցե նա ԿՊ-ի անդամ է, ես չգիտեմ։ Twitter-ով երկիր ղեկավարել, այս անպատասխանատու բաները գրել։ Մի օր գրում է մենք չենք մասնակցել, մենք չենք օգնել Իսրայելին, նույն օրը ավիակիրները մոտենում են Իսրայելին, նավերը մոտենում են, սկսում են հոպը ապահովել Իսրայելի, հետո ընդունում են, որ հետախուզություն են, հետախուզական տվյալներ են տրամադրել, անընդհատ իրար հակասող բաներ են ասում։ Այս մարդն էլ էմոցիոնալ, այսպես շոումեն մարդ է, նա կարծում է, որ իր շոուն է վարում, apprentice, հա, կոչվում է ժամանակին։ Ես շատ ափսոսում եմ, որ աշխարհը այսպիսի մարդկանց ձեռն է ընկել, այսպիսի մարդիկ մեզ ղեկավարում են։ Հետևանքները ինչպիսին կլինեն։ Կարծում եմ, որ ցավոք սրտի Իրանը կռմբակոծվի, կավիրվի, հույսով եմ, որ դրանով կսահմանափակվի գործը, որ միջուկային զենք չի օգտագործվի եւ միջուկային նյութեր դուրս չեն գա մթնոլորտ, արդեն դրա վտանգը կա։ Կարծում եմ, որ վատ չէր լինի պատրաստ լինել, եթե գային փախստականներ ընդունել եւ օգնել, որտեղ Իրանը դարերով իր
տարածքում ապաստան է տվել հայերին, այսինքն մենք էլ պետք է օգնենք, եթե այդպիսի բան լինի։ Իհարկե մեծ մասը կգնան երևի Ադրբեջանի տարածքով։ Ասում են, որ նաև Պակիստան են հիմա ուզում տեղափոխվել մարդիկ։ Սա կարող է շարունակվել։ Ես կարծում եմ, որ սա մեր համար ռիսկեր է ստեղծում, ինչպես մենք ձեր մոտ 3 տարի առնվազն ասել ենք, որ սա ել ավելի կուժեղացնի Ադրբեջանի Թուրքիայի դիրքերը, քանի որ իրենց հակակշռող ուժերը թուլանում են։ Այսինքն նրանք կամ իրենց դեսպանին այստեղից կկանչեն, կպարտադրեն ինչ-որ նոր բաների գնա զիջումների, կամ ռազմական ճնշում կգործածեն, որպեսզի այդ զիջումները ստանան։ Հենց դրա մասին էր հաջորդ հարցս, Փաշինյանը պետք է այցելի Թուրքիա, արդեն դա պաշտոնապես հաստատվել է, ինչու հիմա այցելություն դեպի Թուրքիա։ Գուցե նա ինչ-որ տեղեկություններ է ստացել, վտանգ է զգում, եթե վտանգ է զգում, ճիշտ է անում, բայց տեսեք, որ նա 7 տարի ավիրեց մեր երկիրը, 5 տարի պատերազմից հետո ոչինչ չարեց, որ վերականգնեն մեր ուժերը, կանգնվեն եւ մեր դիվանագիտությունը վերականգնվի, ոչինչ չարեց, իր այդ հեքիաթային պատմությունը խաղաղության խաչմերուկը, դա դառավ պատերազմի խաչմերուկ, ոչ թե խաղաղության խաչմերուկ, նա ինչ պետք է անի, պետք է գնա էլի աղերսի, խնդրի աղաչի, որ իրան այդ մի թուղթը տան, խաղաղության պայմանագիրը տան, որ նա հաջորդ տարի վերընտրվի որպես խաղաղություն բերող մարդ։ Թուրքիան Ադրբեջանը իրեն օգնեն, Արևմուտքն էլ կօգնի, այդ բոլորը նույն գրպանից են փող ստանում։ Արևմուտքն էլ իրեն երևի կխոստանա, որ նա կվերընտրվի, եթե գնա որոշ զիջումների, նրան էլ դա է պետք։ Դրանից հետո հաջորդ տարի ինչ կուզի կանի, կուզի մարդկանց կգնդակահարի փողոցներում կկախի, ռումբ կգցի, Արևմուտքը կասի, որ դա շատ ճիշտ է, դա ցուցարարների մեղքն է, դա դեմոկրատական նորմերին համապատասխանում է, դուք տեսնում եք, քանի դեմք նրանք ունեն, այսպիսի իրավիճակում նրանք խոսում են միջազգային օրենքից եւ մասնակցում են այս ագրեսիային, անկախ պետության դեմ ագրեսիայի։ Ուղղակի մենք պետք է հասկանանք հայտարարություն էր ընդունել, որ աջակցում է Իսրայելին։ Բա իհարկե աջակցում են։ Իհարկե, նրանք բոլորը Իսրայելի գրպանի մեջ են։ Այդ աշխարհը կառավարվում է Իսրայելի լոբիի փողով, գլոբալիստական էլիտաների կողմից։ Նրանք թքած ունեն իրենց սեփական ժողովրդի վրա։ Ամերիկայի ժողովրդին դուք տեսնեք ինչ վիճակում են ամերիկացիները, որքան են աղքատացել, ձեր մեղքը կգան։ Բայց նրանք թքած ունեն, նրանք գտնվում են այս սրա ազդեցության տակ։ Տեսեք, Միացյալ Նահանգները, երբ որ ընտրությունները տեղ ունեցան, Դոնալդ Թրամփը դարձավ նախագահ, նա հայտարարեց, որ բերելու է խաղաղություն եւ անգամ խոսում էր, որ 24 ժամվա ընթացքում կկանգնեցնի պատերազմը Ուկրաինայում, բայց մենք տեսնում ենք, որ իրորոք պատերազմը ոչ միայն Ուկրաինայում չկանգնեց, այլև արդեն պատերազմը Իրանի դեմ։ Ինչու այսպես դասավորվեց, հա, իրերի կամ իրադարձությունների ընթացքը եւ տեսեք որքանով է հավանական establishment-ի ներսում դիմադրությունը, եթե որոշում ընդունվի Միացյալ Նահանգների այդ invasion-ի կամ ներգրավման, այսինքն ներսում արդյոք կան հակակշիռներ, որոնք այդ խելագարությանը դեմ կլինեն։ Ոչ, այդպիսի հակակշիռներ չկան, նրանք 100% սիոնիստական խմբեր են։ Իր խորհրդատուների մի մասը համարում է, որ Պաղեստին չկա, Պաղեստինը իրավունք չունի գոյություն ունենալ, պաղեստինցիները տերորիստներ են, ներառյալ երեխաները եւ իրենց պետք է սպանել, որ նրանք այսպիսի բան Ադոլֆ Հիտլերը չի ասել։ Նրանք հասան ֆաշիզմի հաջորդ էջին։ Ոչ, նրանք կհամաձայնվեն եւ կճնշեն Թրամփին, որ նա համաձայնվի։ Ինչ վերաբերում այդ խոստում տալուն, ես ասում եմ, նա հաստատ ԿՊ-ի անդամ է։ Նախ բոլոր խոստումները սուտ դուրս եկավ եւ երկրորդը ամեն ինչը հակառակը դուրս եկավ։ Դուք հիշում եք, մեզ խոստանում են կախարդական փայտիկ, մեզ խոստանում են միլիարդները հետ կբերեն, չէ՞, պետք է միլիարդները հետ գային։ Միլիարդները հետ եկան, բայց մեզանից գնացին, ուրիշ տեղ գնացին։ Եվ պարտքի մեջ ենք մենք հիմա միլիարդներով։ Հիշում եք, որ Ղարաբաղը պետք է լիներ Հայաստան եւ վերջ, զրոյական կետ, խաղաղության խաչմերուկ, մուրճիկը, հիշում եք, այլ ինչ էին արել, կացաները, հիշում եմ դմփունդը, դա մենք սա անցանք, բան ապագա կա, այդ բոլոր խոստումները, տեսեք ինչին բերեցին, նա էլ այդ բոլոր խոստումները տվեց։ Մարդկանց խաբելը շատ հեշտ է, մարդկանց փողոց հանելը, սուտ խոստումներ տալը շատ հեշտ է, նա էլ էր ասում, ես խոնարհվում եմ ձեր առաջ 3 միլիոն վարչապետ եք, հետո վարչապետների վրա սկսեց ռումբեր գցել եւ
հղի կանանց մեքենայի տակ գցել, անգամ չկանգնել, տեսեք։ Տրամպը նույն բանը արեց, մարդկանց խաբեց եւ հետո իր մոտ եկավ այդ խորքային պետությունը։ Եթե հիշում եք Վլադիմիր Պուտինն էր պատմում, որ ես շատ նախագահների հետ եմ բանակցել կամ գործ ունեցել, սկզբից նրանք ինչ-որ մի բան են ասում, հետո իրենց մոտ գալիս են մարդիկ, կոստյում հագած մարդիկ եւ իրենց բացատրում են, թե ինչպես պետք է լինի։ Այնտեղ կան այդ էլիտան կա, այդ էլիտայի մեծ մասը կազմում են այդ ֆանատիկ նեոկոնները, որոնք կարծում են, որ նրանք Ջուլիուս Կեսարեն եւ Նապոլեոն են եւ ամբողջ աշխարհը պետք է նվաճեն, ամբողջ աշխարհը պետք է դողա Միացյալ Նահանգների դեմ, ուզում են կայսրություն կառուցել, ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգները ունի մոտ 800 ռազմաբազա, 80 երկրում, դա էլ հերիք չի։ Միացյալ Նահանգների պաշտպանության բյուջեն հավասար է հաջորդ 10 երկրի պաշտպանության բյուջեները գումարած իրար։ Հաջորդ 10 երկրի բյուջեները եթե գումարեք, դա հավասար է Միացյալ Նահանգների բյուջեին։ Տեսեք ինչ է կատարվում, եւ այդ մարդիկ ունեն միայն մի լուծում՝ պատերազմ, նայեք Լինզի Գրահամին, նայեք այդ խելագարին։ Նա իր էջի վրա գրել է բանը. խաղը սկսվեց։ Երեխայի պես 70 տարեկան մարդ հարցակվում եք երկրի վրա, ասում եք խաղը սկսվեց։ Ցավոք սրտի կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կընդգրկվի պատերազմի մեջ։ Հասարակությունը Ամերիկայի, ինչպես դրանք արձագանքի, ես հիշում եմ, երբ որ ներխուժում էր տեղի ունենում Իրաք, արդյոք հազարներով անգամ հոլիվուդյան էլիտան դեմ էր պատերազմին։ Հիմա ինչ կլինի։ Միացյալ Նահանգներում այդ establishment-ը ձեր ասած նեոկոնները շատ լավ սովորեցին Վիետնամի դասը։ Հիշում եք 60-ական 70-ականներին այդ ահավոր պատերազմը ամենախավար էջերից մեկն էր Ամերիկայի պատմության մեջ, նրանք դասը լավ սովորեցին։ Նրանք այդ բոլոր լրագրողներին դարձրեցին իրենց քարոզչական մեքենայի մաս։ Նրանք հնարեցին այսպես կոչված embedded correspondent, այսինքն embedded ոնց է մի մարդ, որին դուք ընդգրկում եք ձեր կազմակերպության մեջ։ Նրանք այդ ժուրնալիստները, որոնք լրագրողները, որոնք զեկուցում էին Վիետնամում, ցույց են տալիս ինչ ահավոր բաներ այնտեղ կատարվում, նրանք այդ մարդկանց վերցրեցին, դարձրեցին իրենց establishment-ի մաս։ Այսինքն նրանք հիմա դարձրել են մի հսկայական քարոզչական մեքենա, որը հաղորդում է այն նորությունները, որը պետք է հաղորդել։ Եթե դուք հիմա Միացյալ Նահանգներում միացնեք հեռուստատեսությունը կամ YouTube կանալները, հիմնական նայեք Իսրայելը իրավունք ունի ոչնչացնել Իրանը, քանի որ Իրանը սպառնալիք է ներկայացնում, քանի որ Իրանը ատում է Իսրայելին կամ սպառնել է Իսրայելին, չի ընդունում Իսրայելի գոյությունը եւ դա Իսրայելին իրավունք է տալիս հարձակվել անկախ երկրի վրա։ Եթե դուք այնտեղ հիմա լինեք, դուք դա կլսեք։ Եվ եթե դուք փորձեք վիճել ինչ-որ մեկի հետ, միանգամից կպցնում են ձեր վրա անտիսեմիտ կամ Պուտինի ագենտ։ Հենց որ դուք այդ պաշտոնական քարոզչական այդ մեքենան, որը գալիս է ձեր վրա, եթե փորձում եք դա կանգնեցնել, միանգամից ձեզ կոչում են անտիսեմիտ եւ Պուտինի ագենտ։ Ենթադրենք Միացյալ Նահանգները ներգրավում է գործողությանը, սակայն մենք գիտենք, որ արժևում կոնգրեսի ընտրություններ են կարծեմ եւ նախագահ Թրամփը, որը որ պատերազմների դեմ էր, խոսում էր խաղաղության մասին, սակայն տեսնում ենք, որ ոչ միայն չի կանգնեցնում այս պատերազմը, այլև ինքն է ներգրավում։ Հետևաբար այդ միջանկյալ ընտրությունների համատեքստում արդյոք իր համար քաղաքական խնդիր չի առաջանում կամ իր թիմի համար։ Մեծ խնդիր, նա այլևս չի վերընտրվի, հանրապետականները չեն վերընտրվի։ Հետևաբար հաշվարկը ո՞րն է։ Նա ուղղակի կատարում է Իսրայելի լոբիի պահանջը, իր ընկերների պահանջը եւ նեոկոնների պահանջը։ Նա գիտի, որ նա չի վերընտրվի։ Ոչ միայն արտաքին քաղաքականությունը, նայեք ներքին քաղաքականությունը, տեսեք ինչ է անում։ Միլիոնավոր մարդկանց ասում էր ես դեպորտացիայի կընթարկեմ։ Ես այն ժամանակ էլ ասում որ դա անհնար է, ոնց կարող է դա անել։ Տեսեք ամբողջ երկրում հիմա բողոքներ են Միացյալ Նահանգներում, Լոս Անջելեսում խաղողպես։ Հա, այդ քաղաքից երևի բան չմա, այդ հայերի բախտն է, գիտեք, հայերը որտեղ գնում են ապրել, անընդհատ կամ բանա Black Lives Matter, կամ հիմա Տրամպի դեմ բողոքներ, Rodney King բողոքներ, այրվեց այդ Pacific Palisades, իմ տնից 20 րոպե մեքենայով այս քաղաքը ամեն տարի ինչ-որ նոր դժբախտություն։ Նա էլ չի վերընտրվի, անգամ տնտեսական հարցերը չկարողացավ լուծել, քանի որ այս պատերազմի պատճառով հիմա գները կտրուկ բարձրացել են, ել ավելի բարձրացել են, ամերիկացիները աղքատացել են, այն շքեղ երկիրը, այն հարուստ երկիրը, հնարավորությունների երկիրը այլևս չկա։ Նա բոլոր առումներով սուտասեց եւ տապալվեց։ Նա չի վերընտրվելու, բայց դեմոկրատները որ վերադառնան, սկսվելու են նույն բանը, այդ նույն պատերազմները շարունակվելու են, պլյուս 72 սեռը հետ է գալու, ես դե շնորհավորում եմ։
խոսեցիք հրեական լոբի գործունեության մասին, ես կցանկանայի հասկանալ ինչպիսի մեթոդաբանությամբ է հրեական լոբին Միացյալ Նահանգներում աշխատում։ Դա Իսրայելի լոբին է, իհարկե ինչպես ասացի, շատ հրեաներ կան, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում եւ ուրիշ երկրներում, որոնք դատապարտում են այս գործողությունները։ Սա բոլոր հրեաների մասին չէ իհարկե, սա այն մարդկանց մասին է, ովքեր փողով փորձում են իրենց ովքեր պետական գիծն են առաջանում։ Այո, եւ դուք ասում եք ինչ մեթոդներով, հենց այս մեթոդներով, դա դժվար չի։ Միացյալ Նահանգներում անցյալ ընտրությունների ժամանակ ծախսվել է 3.5 միլիարդ դոլար։ Այդ փողը ինչ որ մեկը պետք է տա։ Այդ փողը տալիս են դոնորները։ Ինձ մի լսեք, ամերիկացիներին լսեք։ Գնացեք, տեսեք, օրինակ Դագ Մակգրեգորը ինչպես է դա բացատրում։ Գնացեք ինտերնետի վրա, գրեք սպոնսորները, վերջի ընտրությունների, 24 թվականի ընտրությունների սպոնսորները, անուններով գրած թե ով ինչքան միլիոն դոլար ա տվել։ Ամենախոշորը Adelweiss կամ ինչ-որ ազգանուն էր 150 միլիոն դոլար։ Միլիարդատեր մարդիկ են, ովքեր 150 միլիոն դոլար տալիս են, որ ընտրվի ինչ-որ մի պրեզիդենտ, դու պատկերացնում ես, ես ձեզ տայի 150 միլիոն դոլար, դուք ընտրվեիք վարչապետ, հետո ես ձեզ կհրավիրեի խորովածի, չէ՞, ըստ մեր ավանդույթի, ես կասեի Սիրելի Դավիթ ջան, հիշում ես, չէ՞, 150 միլիոն դոլարը։ Դե հիմա խնդրում եմ այս 1-2 բաները։ Եվ այդ երկիրը ուրիշ երկրներին պատմում է կոռուպցիայի մասին։ Այդ երկիրը, ես երկրի մասին չէ, ամերիկացիները հիանալի մարդիկ են։ Ուղղակի նրանք զոհ դարձան այս կոռուպցիայի, որովհետև այս կառավարությունը թքած ունի ամերիկացու խնդիրների վրա։ Ամերիկացու խնդիրը հիմա ինչ է։ Նախ սարսափելի ճգնաժամ է նարկոտիկների Միացյալ Նահանգների, սարսափելի ճգնաժամ է բժշկության բնակավարում։ Մարդիկ հիվանդանում են։ Տեսեք Ռոբերտ Կենեդին ինչ ասեց։ Իմ ժամանակ ասում է, մենք չունեինք հիվանդ երիտասարդներ, հիմա 70% երիտասարդության հիվանդություններ ունի։ Սարսափելի որակի սնունդ, սարսափելի որակի բժշկական սպասարկում, որը դուք չեք կարող գնալ հիվանդանոց, փողն էլ չունեք դրա։ Կրթություն ստանալու համար անհնար է այդ 100,000-ավոր դոլարները մուծել։ Տուն եք ուզում ձեռք բերել, դրա համար էլ պետք է տարիներով փող հավաքել։ Տեսեք ինչ եղավ Միացյալ Նահանգները։ Սա այսպես չէր 30 տարի առաջ, երբ որ ես առաջ անգամ գնացի այնտեղ, լրիվ ուրիշ երկիր է։ Եվ այս պետությունը թքած ունի իր ընտրողների վրա։ Նա մենակ ղեկավարվում է այդ դոնորների ցանկություններով, ոչ միայն տարբեր էթնիկ լոբիների, այլ նաև արդյունաբերական կոմպլեքսը, ռազմաարդյունաբերական կոմպլեքսը, որը պատերազմի ընթացքում միլիարդավոր դոլարներ է ստանում, pharmaceuticals, ֆարմացևտական իրենց բաները, ընկերությունները, ամենախոշոր լոբին ֆարմացևտական ընկերությունները, որոնք փող են տալիս կառավարությանը, որ այս կամ այն դեղորայքը ընդունվի։ Հասկանում եք ինչ է կատարվում, այսինքն փողով մարդկանց դեղ են բաժանում։ Սկզբից փողով հիվանդացնում են, որովհետև սարսափելի որակի սնունդ է Միացյալ Նահանգներում։ Այդ հարցում գոնե Հայաստանը փառք է։ Հետո սկզբից փողով հիվանդացնում, հետո փողով բուժում։ Այդ այնց է, ամեն ինչ դարել է փողի խաղ։ Նայեք Մայքլ Մուրի վավերագրական կինոն, Սիկո, դուք չեք հավատա, որ սա կատարվում է Միացյալ Նահանգներում։ Եվ ամփոփելով խոսենք այս հակամարտության աշխարհաքաղաքական հետևանքների մասին։ Մի կողմից կա Իսրայել, որը ունի Միացյալ Նահանգների անմիջական աջակցությունը, կա Իրան, որը դաշնակից է ռուսների հետ, չինացիների հետ, եւ այս առումով ինչպիսի տեկտոնական շարժեր կլինեն արևելքում։ Մենք գնում ենք դեպի Իսրայելի եւ Թուրքիայի հեգեմոնիա մեր ռեգիոնում, Հարավային Կովկասը, Միջին Արևելքը, այնտեղ տիրելու են, եթե այսպես շարունակվի եւ Իրանը ջախջախվի, տիրելու է Իսրայելը Միջին Արևելքում եւ Թուրքիան։ Եվ իրենց մեջ ինչ-որ համաձայնության գալու են։ Սիրիայում արդեն համաձայնություն հասան, Սիրիայի մեծ մասը անցավ Թուրքիայի ազդեցության տակ, Թուրքիան այնտեղ բազաներ է կառուցում։ Դե մեր մասին էլ չխոսենք, պարզ է, ում ազդեցության տակ ենք մենք լինելու։ Իրանում, եթե փոխեն կառավարությունը լինելու ինչ-որ պրոամերիկյան ռեժիմ, քաղաքացիական պատերազմ, ամեն ինչը Իրաքի սցենարով է լինելու, նույն բանը ինչ-որ Իրաքում։ Բայց մեր ռեգիոնը այո կընկնի Միացյալ Նահանգների, Իսրայելի, Թուրքիայի ազդեցության տակ։ Ռուսները ունեն պայմանագիր Իրանի հետ, բայց ուղղակիորեն չեն ընդգրկվելու այս պատերազմի մեջ, նրանք չեն կարող։ Չնայած Իրանը հսկայական օգնություն ցուցաբերեց Ռուսաստանին Ուկրաինայում, առնվազն շահեդներով, նրանք ռազմատեխնիկական օգնություն արդեն
տրամադրել են Իրանին, գուցե շարունակեն, չնայած արդեն ժամանակ չունեն։ Մի քանի շաբաթ կարող է։ Եթե Միացյալ Նահանգները սկսի ռմբակոծել, մի քանի շաբաթվանից հետո Իրանը այլևս չի կարողանալու շարունակել պայքարը։ Իհարկե Ռուսաստանի եւ Չինաստանի համար դա կորուստ է, եթե Իրանը բարդվի, բայց դա նաեւ դաս է եւ ռուսների եւ չինացիների համար, որ բանակցություններ վարելը չի նշանակում, որ ձեր վրա չեն հարձակվի։ Հիմա ռուսները շատ ավելի զգուշ կմոտենան Ուկրաինայի կոնֆլիկտում ինչ որ պայմանագիր կնքելու։ Նրանք այլևս ոչ մեկին չեն հավատա եւ ճիշտ կանեն, տեսեք ձեր աչքերի առաջ ինչ է կատարվում։ Սա կարող է նպաստել Չինաստանի եւ Ռուսաստանի մերձեցմանը եւ մենք էլի մի քանի քայլ առաջ անենք դեպի համաշխարհային պատերազմ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչկյանը, ծեսատար Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք